Տեղական տվյալներին պետք է ծանոթանանք, որ ավելի կոնկրետ պատասխանենք։ Համենայն դեպս ձեզ գոհացնում են, որովհետև վարչապետը հայտարարում էր, որ մենք միանձնյա կառավարություն ենք ձևավորելու, այդքանը բավարարում է։ Բայց ամենայն դեպս կան որոշակի պաշտոններում ընտրության հարց, սահմանադրությունը հանրաքվեի դնելու, սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցերը այդ ժամանակ կզբաղվենք այդ հարցերի լուծումներով։ Համենայն դեպս դուք գոհ եք այս արդյունքներից, թե ավելին եք ակնկալում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրությունները։ Բայց Փաշինյանի ասած փաստորեն 65% ավելի չեմ ու չկարողացեք։ Այո։ Ինչի մասին է Սա խոսում է այդ հարյուրավոր ընտրակաշառքի դեպքերի մասին։ Ընդդիմությունն էլ իշխանությանն է մեղադրում, որ ճնշումներ են Ընդդիմությունը իր մեղադրանքները հիմնավորելու ոչերից է հնարավորություն չունի, իսկ բազմաթիվ հարյուրներով քրեական գործեր կա եւ կալանավորված։ Բայց դրանք նախաքննության փուլում գտնվող գործեր են, դատարանում դրանք նախաքննության փուլում գտնվող համարում եք, որ դրանք բավարար ապացույցներ են։ Իրավական գնահատականը ժամանակին կտրվի իրավապահների կողմից, բայց ժողովրդին դա տեսանելի է ամբողջությամբ բոլոր համայնքներում տեսանել եղել այդ գործողությունները։ Պարոն Ղալումյան, նաև մենք երեք տեսանք, որ կեսգիշերին դեռ ընտրում էին ընդդիմությունը խոսում է վարչական ռեսուրսի կիրառման մասին, դուք ոչինչ չեք ասել։ Մենք վարչական ռեսուրս չենք կիրառել։ Իսկ կեսգիշերին ընտրությունը Դուք տեսել եք այդ քվեարկության կադրերը։ Որ զինվորները երբ կեսգիշերին քվեարկում էին Սյունիքում Կեսգիշերին 12:00-ն է։ 8-ից հետո քվեարկություն եղել է ամեն դեպքում։ Չեմ կարծում, դες բան չի կարելի։ Իսկ դա պարոն Ղալումյան ցույցում չէ, երբ որ դեռ քվեաթերթիկները ամբողջապես չեն հաշված եւ Փաշինյանը արդեն հայտարարում է, որ ինքը մեծամասնություն է կազմել, հաղթել է եւ այլն, այսինքն կարող են ուղիղ ցույցում չի, այս ամենը Վարչապետ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբում մեր վստահված անձերի հաղորդած տվյալների հիման վրա հայտարարել է, որ մենք հաղթել ենք եւ այդ տվյալները հաստատվել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավարտվել են եւ մենք ունեցել ենք մեր վստահված Կենտրոնական Չէ, կարծիքը չէ, 10% էր միայն կամ մի քիչ ավելի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում այն տվյալները, որի արձանագրությունները ինքը ունի, իսկ վստահված անձերը միջև հանձնաժողովների վերջնական եզրակացություն ունենում են տվյալներ, որոնց արդյունքում մենք հաղթող ենք ճանաչվել, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները դրա հետ համընկնում են։ Համենայն դեպս վարչապետ Փաշինյանը չի շտապել, օրինակ ընդդիմությունը կարծում է, որ ինքը իր լիազորությունները Ընդդիմությունը իր կարծիքն արտահայտելու հնարավորություն ունի, թող ասի։ Մենք հայտարարել ենք մեր նախընտրական շտաբում մեր վստահված անձերի տված տվյալների հիման վրա։ Պարոն հնարավոր է իշխանական քաղաքացիական պայմանագիրը հրաժարվի սահմանադրության փոփոխությունների նախագիծ կամ նոր սահմանադրության նախագիծ։ Շատ եք առաջին գնեմ։ Խնդրեմ այդ հարցեր ունեք։ Դուք կարծում եք Ղազախստանն է շնորհավորել, սպասում եք, որ Ռուսաստանի կողմից եւս շնորհավորանք կլինի կամ ինչ արձագանք Մենք կունենա։ անց ենք կացրել ազատ, արդար ժողովրդական ընտրություններ եւ կարծում եմ բոլորն եք շնորհավորեն։ Հիասթափված եք պարոն Ղալումյան, պարզորեն ձեր սպասումները չիրականացել։ Հիասթափված չեմ, հիասթափված եմ ընդդիմության գործելավորչից, ընտրակաշառքների այդ փաթեթներով դեպքերից։ Այդ ամեն դեպքում փաստացի դուք չեք ստացել այն աջակցությունը, որ ակնկալում եք կամ կարծում եք, որ դուք կստանայիք։ Կառավարություն միանձնյա Բայց ընդհանրապես դա էր ձեր ակնկալիքը, վարչապետ Փաշինյանը այլ ակնկալիք ուներ սահմանադրական մեծամասնության, այսինքն այն բոլոր Եթե օրենքները հարցեր ունեք, անդադ նույն հարցը։ սահմանադրական։ Անդադ նույն հարցը 7 ռակուրսից տալիս եք, եթե այլ հարց ունեք։ Սահմանադրության հետ կապված նշեցիք, որ դեռ մտածելու եք եկեղեցու հետ կապված ինչ ծրագրեր ունեք, արդյոք էլի մտածելու եք Ազգային ժողովի ծրագրերի հետ կապ չունի։ Կոնկրետ երեկվա հետ կապված հարցեր ունեք, խնդրեմ։ Դե հապա։ Արդեն ներողություն, արդեն կա ապագա կառավարության